Անցած շաբաթը հարուստ էր իրադարձություններով և շատ բանի մասին կարող ենք խոսել, սակայն ես ուզում եմ իմ հետևորդների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անցած շաբաթվա ընթացքում ընդ որում մի քանի ելույթներով, ֆեյսբուքյան լայվերով, ասուլիսներով Փաշինյանը փորձեց ուրվագծել այն երեք ուժերին, որոնց համարում է իր հիմնական մրցակիցը առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը այդ ուժերի հետ ոչ թե բովանդակային բանավեճի մեջ էր մտնում, այլ նրանց թիրախավորում էր մտածածին պիտակներով։ Նա տվել է 3 ուժի անուն՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ կոնսոլիդացիան, Սամվել Կարապետյանի շուրջ կոնսոլիդացիան և Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիան։ Այս ուժերին Նիկոլ Փաշինյանը, եթե կարճ արտահայտվենք, ըստ էության պատերազմ բերող կամ պատերազմի կուսակցություն է անվանում։ Կրկնում եմ, որևէ փաստ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չի բերում։ Նրա բերած փաստարկները կարող են ջարդվել առաջին իսկ հակափաստարկի դեպքում։ Հիմա լսենք մի հատված, թե ինչպես է մերկապարանոց Փաշինյանը թիրախավորում այս ուժերին։ Հստակորեն արձանագրվեց, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն։ Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով։ Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, ինքնին հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանից ռացիոնալ փաստարկ սպասելը անիմաստ զբաղմունք է։ Հետևաբար փորձենք հասկանալ, ինչու է այս փուլում Նիկոլ Փաշինյանը այս 3 ուժերին թիրախավորում, հաճախ էլ նրանց փորձում տեղավորել մեկ զամբյուղի մեջ, չնայած այն հանգամանքին, որ այս ուժերը իրենց խոսույթով, ծրագրերով, կադրային ռեսուրսներով միանգամայն տարբեր են, նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ձեռագիրը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը պետական մարմինների համար ուրվագծում է իր հիմնական մրցակիցներին, որպեսզի նրանց դեմ ռեպրեսիաներ կիրառվեն կամ նրանց նկատմամբ կիրառվեն այն անօրինական ֆիլտրումների մեխանիզմները, որոնք հայտնի են մոլդովական մոդել անունով։ Անդադ Բրյուսելից Նիկոլ Փաշինյանին խրախուսում են, անդադ Նիկոլ Փաշինյանը նրանց հավատարմության երդումներ է տալիս, ըստ այդմ մեր ենթադրությունները հիմնվում են նաև այս համատեքստի վրա։ Ենթադրենք այս վարկածը ճիշտ է, բայց արդյոք Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ մարսելու է քաղաքական առումով, եթե նա այս 3 ուժերից որևէ մեկի նկատմամբ անօրինական կամ մոլդովական մոդելից բխող խորթ ներգործություն իրականացի, ասենք նրանցից մեկին չգրանցի կամ ռեպրեսիաներ կիրառի։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր հանրային վստահության պաշարը թույլ է տալիս, որպեսզի նա նման գործողության գնա։ Կա այլ վարկած ևս։ Հետպատերազմյան երկրներում պարտված հասարակությունները պատերազմի նկատմամբ ֆոբիա են ունենում և տրամաբանորեն ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր քարոզչական տերորի է ենթարկում մեր հասարակությանը, իրեն դիրքավորելով որպես պատերազմի խաղաղության կուսակցություն կներեք, իսկ ընդդիմախոսներին որպես պատերազմի կուսակցություն։ Սա Նիկոլ Փաշինյանի կեղծ պատկերն է, նրա հորինած, նրա գլխի մեջ եղած կեղծ պատկերը։ Եթե ընդունենք, որ քարոզչական այս կեղծ նարատիվով է Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում, պիտի արձանագրենք նաև, որ հասարակության մեծամասնությունը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության կուսակցության մարմնավորումն է։ Ավելին, ընդդիմադիր ուժերը բավականին փաստարկված գնահատականներով մեր հասարակության մեծամասնությանը հիմնավորել են, որ Նիկոլ Փաշինյան և պատերազմ բառերը հոմանիշներ են։ Ըստ այդմ, ինչով է Փաշինյանը վստահ, որ պատերազմ թե խաղաղություն կեղծ
երկընտրանքը, որը նա փորձում է առաջնային դարձնել այս ընտրական գործընթացում, աշխատելու է։ Նամանավանդ, որ պատմությունը շատ հզոր գործիք է, իսկ այս դեպքում պատմությունը ապացուցում է, որ պատերազմ, ազգային նվաստացում, ավեր Հայաստանի երրորդ պատմության ընթացքում տեղի է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում։ Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը ուղղակի խուճապի մեջ է։ Այսինքն նրան զեկուցել են սոցիոլոգիական հարցումներ, փակ հարցումներ, որոնց մի մասին ծանոթ եմ նաև ես, եւ նա հասկացել է, որ այդ հարցումներով նրա իշխանությունը անխուսափելի պարտություն է կրում։ Եվ նա խուճապահար ջղաձգումների մեջ է ընկել եւ թիրախավորում է ինչպես իր քաղաքական ընդդիմախոսներին, այնպես էլ հասարակության տարբեր սեգմենտներին։ Սա նույնպես բավականին աշխատող վարկած է։ Ըստ այդմ ամփոփենք, Նիկոլ Փաշինյանը թիրախավորելով մերկապարանոց պիտակավորումներ հասցեագրելով իր ընդդիմախոսներին 3 հնարավոր խնդիր է լուծում։ Նա փորձում է հող նախապատրաստել ռեպրեսիաների համար, նա փորձում է քարոզչական տերորի միջոցով կեղծ պատրանք ստեղծել, թե իբր ինքը խաղաղության կուսակցությունը, իսկ մյուսները պատերազմ են բերելու, եւ վերջապես նա չի կարողանում թաքցնել իր խուճապը, որտեղ կրկնում եմ, բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում ջախջախիչ պարտություն են կրելու։ Բայց անցած 2 օրերին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ավելի շուտ ցույց են տալիս այն տխուր իրականությունը, որի մեջ հայտնվել է Նիկոլ Փաշինյանը։ Երեկ մի կին Չարենցավանում Նիկոլ Փաշինյանի ճակատին կարդաց նրա քաղաքական մահախոսականը, վերդիկտը։ Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտեք։ Ինչ Ես է ձեր ասած Ղարաբաղյան շարժումը այո շարունակվում է, որովհետև դուք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին գնացիք եւ հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է կազմում եւ դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ Ես ձեր պատճառով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցավ 1 օրյա պատերազմ եւ որի պատճառով Արցախի մեր հայրենակիցները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը դուք եք։ 2018 թվականին դուք հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Խաբեցիք ինձ եւ իմ նման հազարավոր մարդկանց, ովքեր եկել էին, դուրս էին եկել Սերժ Սարգսյանին ուղղակի իշխանությունից հեռացնելու համար։ Իսկ դուք խաբել եք ինձ։ Ավարտեցիք։ Չեմ ավարտել։ Բա ինչքան եք Դուք դեռ խաբել եք ինձ 2022 թվականի սեպտեմբերի 18-ից Նկատի ունեմ, ես հնարավորություն ունենալու եմ Դուք արտագանքի։ ունենալու եք հնարավորություն, պարոն Փաշինյան։ Դե ասեք, ես։ Դուք 2022 թվականին էլ հրահրեցիք ձեր պատճառով հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը նստած է Սև լճում եւ նստած է Վարդենիսում։ Դրա պատճառը էլի դուք եք։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դուք դավաճանել եք 100,000-ներով դուրս եկած մարդկանց, ովքեր հավատացին, որ դուք իրոք իշխանափոխություն եք անելու եւ Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք։ Այդ կինը շատ համոզիչ գրագետ հայերենով մերկացրեց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը եւ նրան մեղադրեց Արցախը վաճառելու մեջ։ Որևէ հակափաստարկ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ բերել։ Իսկ այսօր Երևանի մետրոպոլիտենում, երբ որ իր շրջիկ թափառախմբի հետ Նիկոլ Փաշինյանը դուրս էր եկել քարոզարշավի, մի խայտառակ դեպք գրանցվեց արդեն Երևանում։ Մետրոյի մեջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արցախցի մի կնոջ երեխայի հետ, բայց միջև գնահատականներ հնչեցնելը դիտենք կարճ տեսանյութը։ Բայց ձեր տղան էս քարտեզում է ապրելու, այդ հաշվի առել։
Էլ բաց չկա, մենք չենք թողելու, մենք չենք թողելու, որ այդ ձեր գաղափարաբանությունը էլի գիտեք ինչ, ես գիտեք ինչ, ես ամեն ինչ արել եմ, մի րոպե սպասում, չեք կշարունակեմ, ես կշարունակեմ, գնացքի, իմ խոսելը գնացքի ընթացքը չի կանգնեցնում, չէ, շատ է, բայց քանի որ ես ձեզ լսեցի, դուք էլ ինձ պետք է լսեք, մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին էդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ ես սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեն, և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք ընդեղ մնաք, բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու ես քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը, կխոսեմ տենց ձեզ հետ բարձր, ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մեկ եք ու Ղարաբաղցի, Արցախցի է գտել, ովքեր ձեզ իշխանաժողով զրույցներ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մենք չստիպեք, մենք շփրանք, մենք շատ ուշանում ենք։ վերջին կանգառնա, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Այդ մարդկանց իզուր Մինչև այդ կապույտ անձնագրեր ունենք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր է ու ոչ ճամփորդական փաստաթուղթ։ Այո։ Իգիտություն ձեզ մեծ։ Ես գիտեմ իգիտություն ձեզ եւ դա Հայաստանի Այդ մարդիկ նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ իրենք ուրիշ ճարպ չունեն։ Մարդիկ առանց գործ ապրում են բարձ է տարից, մարդիկ ցանկանում են գոնե չին բնակ բարձից օգտել, ուզու դա է պատճառը, ոչ թե մարդիկ գտնում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, մի հատ են նորից քաղաքացի են։ Լսեք, մարդիկ, ուրեմն ես մենակ մի բան եմ խնդրում ձեզ, մենակ մի բան եմ։ Այդ պանդխտության բանը միտումը պետք է անել, պետք է հանդարտվել, պետք է այս երեխուն պետք չի պանդխտության։ Այս երեխան Ունենա։ իրականա, հայրա մարդիկ երեսմանը կնա։ Ով հակարին Արգելից կես։ Ստողվետա, ու մի հետապեր մի բաղվեք, հարապեք։ Այդ երեխան։ Ես ձերի մակադարքավցիների շեմ, ես ես հարապեք ուրիշ արքավցի։ Այդ երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Եվ իմ խնդրանքն հենա պետք չի երեխայի մեջ պանդխտության գեն մտցնել։ Ես էլ բան չեմ ասել, մի դուրս եք, հանդիստ եմ կողմից, հանդիստ եմ։ Երեխան մայլի հայրենից կան, որովհետև Այո, հայրենիք չի հասկանում միայն Արցախը։ Հայաստանում Արցախ ու Հայաստան միասնական։ Հայաստանի Հանրապետությունն է իր Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետությունն է իր երկիրը։ Ոչինչ, լինում, ստիպված եք, ստիպված եք։ Շատ լավ, ձեզ հանգիստ կթողնի, հանգիստ։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բացահայտեց իր արժեքային եւ քաղաքական սնանկությունը։ Նա մատ էր թարմ տալիս, գոռում էր, փախածներ էր անվանում, Արցախյան առաջին պատերազմի դաշտային հրամանատար նահատակված հերոս Մերուժան Մոսեյանի դստերը, Արմինեին, բայց հարցը նույնիսկ Արմինեի անձը չի։ Դարձյալ Նիկոլ Փաշինյանը լսեց շատ օբյեկտիվ քննադատություն, որ իր քաղաքականության հետևանքով է կործանվել Արցախը, որ իր քաղաքականության հետևանքով ենք հասել այս ծանր իրավիճակին։
Բայց պատասխանատվության փոխարեն քաղաքական պատասխանատվության, որ ցանկացած իշխանություն եւ կուսակցություն պետք է կրի իր ձախողման համար, Նիկոլ Փաշինյանը այդ քաղաքական պատասխանատվությունը ընդունելու փոխարեն որդեգրեց ագրեսիայի ոճը։ Եվ ես շատ լավ հասկանում եմ, եթե քաղաքական պատասխանատվության գիտակցում Նիկոլ Փաշինյանի մոտ լիներ, նա նույնիսկ 2021 թվին ամոթ աբուր կունենար եւ կհեռանար առաջադրվելու եւ սև-սպիտակի տրամաբանությամբ դարձյալ իր իշխանությունը վերարտադրելու փոխարեն։ Արցախի կործանումից հետո սրանք առաջին ընտրություններն են։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանը հայցի հայ ժողովրդի ներողամտությունը եւ իր քաղաքական պատասխանատվությունը գիտակցելով հեռանա, հիմա էլ փորձում է էլ Ալիևի դաբրոն ստանալ, էլ Էրդողանի դաբրոն ստանալ, Վենսին Երևան բերել եւ իր քարոզարշավի ու իր գովքը անել, Եվրամիությունից ինչ-որ օպերատիվ արձագանքման խմբերի օգնության կանչել, մի խոսքով դրսից տղա բերել, որպիսի այդ դրսի տղաների հետ միասին հայ ժողովրդին հաղթեն առաջիկա ընտրություններում։ Շատ բնական է, որ այսպիսի մարդը պատասխանատվության փոխարեն կամ իր մեղքն ու պատասխանատվությունը գիտակցելու փոխարեն պետք է ագրեսիվ ոճ որդեգրի։ Նա պարտավոր էր շատ սթափ եւ զուսպ պատասխաններ տալ այդ կնոջը, արցախցի կնոջը, այլ խոսքով ասած հաշվետու լինել, ինչը ցանկացած դեմոկրատական իշխանության անելիքն է, բայց նա հաշվետու լինելու փոխարեն որոշեց մեղադրել այդ կնոջը, արցախցիներին անվանել փախածներ, սրանից արդեն սոցիալական ստիգմայի տպավորություն է ստեղծվում։ Նա միտումնավոր բևեռացնում է հասարակությունը, միտումնավոր խորացնում է արցախցիներ, հայաստանցիներ բաժանարար գիծը։ Նա պատրաստ է թագավորել ավերակների վրա, միայն թե չկորցնի իշխանությունը։ Նա պատրաստ է Հայաստանը վերածել ադրբեջանական ենթապետության, միայն չկորցնի իշխանությունը։ Այսօր այս կարճ դրվագով Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ինքը քաղաքական, բարոյական, սոցիալական առումով այլևս ոչնչություն է։ Եվ շատ տրամաբանական կլինի, որ մեր ժողովուրդը հունիսի 7-ին այսպիսի իշխանությանը տուն ճանապարհի երկիրը ապրեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանը այսօրվա տեսարաններից դատելով նոքդաունի մեջ է, երբ է հնչելու մրցավարի սուլոցը։ Հուսանք հունիսի 7-ին, իսկ մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը նույն ժամին 22:30-ին։